կարևորագույն խնդիրների շուրջ մտածելու համար։ Տեսեք, պարոն Համասյան, մեր գործընկերները պարոն Թևանյանը, Տիկին Վարդանյանը բավական խոսեցին սպառնալիքների հնջի մասին եւ ներքին եւ արտաքին իմաստով, եւ դրանք արդիական սպառնալիքներ են, արդիական մարտահրավերներ են, ուղղված ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, այլ նաեւ հայ ժողովրդի դեմ, հայկական աշխարհի դեմ, այսպես եթե ասենք, որովհետեւ մեր համար ամենամեծ կապիտալը մարդն է, ինչ ինքնությամբ, ինչ տեսակով եւ ինչ գիտելիքներով, հմտություններով, եւ մենք պետք է կարողանանք այդ հանրային համերաշխության ֆոնի վրա այլևս խոսել մեր ապագա անվտանգային բոլոր խնդիրների վերաբերյալ։ Տեսեք, 2007 թվականին Հայաստանի Հանրապետությունում մշակվեց եւ գործի դրվեց ազգային անվտանգության ռազմավարությունը, որը բավական երկար ժամանակ ապահովում էր Հայաստանի Հանրապետության արտաքին ներքին քաղաքականությունը անվտանգության ապահովման հարցում։ Այդտեղ էր եւ Սփյուռքը, եւ եկեղեցին, եւ Արցախյան խնդիրը, եւ մեր արտաքին քաղաքականության բոլոր վեկտորներն իրենց առաջնահերթություններով, եւ ցեղասպանության ճանաչման հարցը, եւ կոմունիկացիոն անվտանգության խնդիրները, եւ բարենային անվտանգության, եւ էներգետիկ անվտանգության, եւ հոգեվոր անվտանգության խնդիրները, եւ շատ երկար ժամանակ այդ փաստաթղթին համահունչ Հայաստանը համարում էր կանխատեսելի գործընկեր պետություն իր քաշի համապատասխան խնդիրների շրջանակներում հավասարի խոսող պետություն, դաշնակիցներ ունեցող պետություն, արտաքին անվտանգության մեջ ոչ միայն սպառող, այլ արտաքին անվտանգություն արտադրող պետություն, տարածաշրջանում գործոն, այդ թվում նաև անվտանգային իմաստով, եւ մեր ժողովուրդը չէր զգում անվտանգության խնդիրը։ Քաղաքական միտքը, քաղաքական մարդիկ իհարկե պարբերաբար խոսում են եւ գործում էին անվտանգության համար, բայց ժողովուրդը մեծ հաշվով տենց չէր զգում, որովհետև անվտանգությունը ինչ է, թթվածքի նման մի բան է, երբ որ կա չես նկատում, երբ որ չկա, սկսում ես արդեն շնչայաց լինել եւ հիմա էլ այդ իրավիճակն է։ Ինչ եղավ, սրանք եկան 20 թվականին փոխեցին ազգային անվտանգության ռազմավարությունը, մի անհասկանալի փաստաթուղթ գերեցին ինչ-որ հրապարակային փողոցային կոչերի հիման վրա, մենք քննադատեցինք դրա, շատ կարճ ժամանակ հետո եղավ 44 օրյա պատերազմը, որից հետո Հայաստանի անվտանգային սպառնալիքները եւ անվտանգային կառուցված միջավայրը ահագին քանդվեց եւ անվտանգային սպառնալիքները մեծացան։ Դրանից հետո ելի չխրատվելով շարունակեցին իրենց ոչ ճիշտ եւ անվտանգային բոլոր պարամետրերի հակասող քաղաքականությունը, եղավ 2023 թվականը մենք կորցրեցինք ընդհանրապես արևելյան հատվածում մեր անվտանգային բոլոր բաղադրիչները, որտեղ Արցախը զսպաշապիկ էր, Հայաստանի անվտանգության համար ներողություն զսպաշապիկը զրահաբաճկոն էր, եթե այսպես պատկերավոր ասենք, եւ ռազմական իմաստով անվտանգային միջավայրը եւ անվտանգության գոտին Հայաստանի Հանրապետության հնարավորություններ տալիս շատ լայն տարածքում ապահովել իր բնակավայրերի եւ իր քաղաքացիական հասարակության անվտանգային խնդիրները, այսօր այդ հնարավորությունից մենք ստացված ենք, որտեղ մեր խոշոր բնակավայրերի ոչ հեռու շատ ամուր ձևով տեղակայված են ադրբեջանական զինուժի հենակետերը իրանց ներոշներով հանված։ Եվ սա ուղիղ նշանալության եւ տարբեր տիպի խնդիրների համար լուրջ մտածելու տեղիք է տալիս նաեւ ապագայում։ 23 թվականից հետո մինչև այդ մեր անվտանգային միջավայրը եւ արտաքին քաղաքականությունը քանդվեց նաեւ 22 թվականին Ռուսաստանի սկսված հատուկ ռազմական օպերացիայի պարագայում, երբ ընդհանուր արդեն նաև աշխարհում սկսեց նոր աշխարհակարգի կառուցման եւ բանի փոփոխման խնդիրը, դրանից հետո 24-25 թվականներին արդեն իսկ անթակույց ձևով հայտարարվում է իր աշխարհակարգի այլևս չգոյության, միջազգային իրավունքի ինչ-որ Հելսինկիայի եզրափակիչ ակտով ամրագրված է 75 թվականից առվերջերս այլևս այդ աշխարհակարգը չկա։ Մենք փորձեցինք Մինսկի խումբը, որ անվտանգության ինչ-որ առումով երաշխիք է, մենք հապկում այլևս հենց անհասկանալի գործընկերությունների ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր հնարավոր եղանակներով տորպեդահարվում են, արևմուտքը մեզ փորձում է ներքաշել մի քաղաքական, այսպես ասած, մեր համար ավանտյուրայի մեջ, որը Հայաստանի Հանրապետության բոլոր շահերը դնում է խորհրդակցությունների մեջ եւ առաջացնում է պաշտպանության դրախտներ,
ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Չինաստանի շահերի հետ, Հնդկաստանի որոշ դեպքերում շահերի հետ, Թուրքիայի շահերի հետ, Ռուսաստանի շահերի հետ, քաղաքական արևմուտքի եւ հիմա փորձում են խնդիր իբր թե կարգավորել Միացյալ Նահանգների հետ, բայց Միացյալ Նահանգներից մենք բոլորս տեսնում ենք, որ անվտանգության երաշխիքների թեկուզ խոստումներ անգամ գոյություն չունեն, իսկ մտադրությունների շրջանակը, որը Թրիպի տեսքով վերջերս ստորագրվել է, դա հենց ամենաառաջին նախադասության մեջ է դերացավ, որ ոչ մի իրավական հիմք չունի, ամենը ցանկություններ են եւ կարող է նաեւ տեղի չունենա։ Շատ դեպքերում մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները այնտեղ են տարածաշրջաններում, որտեղ ինքը ազգային անվտանգության կամ ռազմավարական հետաքրքրություններ չունի, շատ արագ տարածաշրջանից հրաժարվի։ Հրաժարվեց նաեւ Աֆղանստանից, հրաժարվեց նաեւ մի շարք այլ տեղերից, այդ թվում նաեւ ահռելի ներդրումներից հետո։ Այնպես որ սրանք որ ասում են այս ներդրումները երաշխավորել են Հայաստանի անվտանգությունը խաղացումը, դա եւս կեղծիք է, դա եւս սուտ է, դրան պետք չի հավատալ։